Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության ամենախորհրդանշական օրերից մեկն է։ Այն միավորում է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի հիշատակը, հայկական զինվորի հերոսությունն ու ազգային պայքարի տարբեր փուլերը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովուրդը կրել է ծանր կորուստներ, սակայն միաժամանակ տվել է հազարավոր հերոսներ, որոնք մասնակցել են հաղթանակի կերտմանը Մոսկվայից մինչև Բեռլին։ 1941-ից 45 թվականների պատերազմին մասնակցել է 600 000 հայ, որոնցից ավելի քան 300 000-ը զոհվել են ռազմաճակատում։ Հայերը կռվել են պատերազմի գրեթե բոլոր ուղղություններով, ցուցաբերելով տոկունություն եւ ռազմական բարձր պատրաստվածություն։ Պատերազմի ընթացքում ձևավորվել են նաև հայկական ազգային դիվիզիաներ, որոնք կարևոր դեր են ունեցել մի շարք ռազմագործողություններում։ Հայ զորահրամանատարներից առանձնահատուկ տեղ ունի Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը, որը ղեկավարել է խոշոր ռազմական գործողություններ եւ համարվել Խորհրդային բանակի ամենահեղինակավոր հրամանատարներից մեկը։ Պատերազմի հերոսներից էր նաև օդաչու Նելսոն Ստեփանյանը, որը կրկնակի արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Պատերազմում հաղթանակը կերտվում է ժողովրդի կամքով, տոկունությամբ եւ հավատով։ Չկա իմաստ թաքցնելու, որ պատերազմից առաջ մենք հիմնականում սովորում ենք հարձակվել եւ բավարար ուշադրություն չենք դարձնում նահանջի նման կարևոր գործողությանը։ Դրա համար ծանր գին վճարեցինք։ Պարզվեց հրամանատարներն ու շտաբները բավարար չափով պատրաստ չէին կազմակերպելու եւ իրականացնելու նահանջը։ Պատերազմի երկրորդ շաբաթում մենք փաստորեն ստիպված էինք սկզբից սովորել ամենադժվար նահանջելու արվեստը։ Հայ ժողովուրդը պատերազմի տարիներին պայքարել է ոչ միայն ռազմաճակատում, այլև թիկունքում։ Հայ աշխատավորները մասնակցել են զինամթերքի, տեխնիկայի եւ անհրաժեշտ պարագաների արտադրությանը, աջակցելով խորհրդային բանակին։ Մայիսի 9-ը Հայաստանի համար ունի մեկ այլ կարևոր նշանակություն։ 1992 թվականի հենց այս օրը ազատագրվեց Շուշին։ Այդ գործողությունը դարձավ Արցախյան առաջին պատերազմի ամենակարևոր հաղթանակներից մեկը եւ երկար տարիներ ընկալվեց որպես հայկական ռազմական հաղթանակի խորհրդանիշ։ Հազարավոր տարիներ հաղթանակ չունեցած մեր ժողովուրդը վերջին 8 տարիների 5 տարիների ընթացքում գաղթականից, կոտորվածից դարձավ նվաճող։ Ովքեր էինք մենք, ամբողջ աշխարհում մեզ ասում էին, որ ձեզ կոտորել են 5 միլիոն, մենք ասում ենք ոչ, մեզ կոտորել են 2 միլիոն։ Սա է մեր հպարտությունը։ Եվ հանկարծ այս նույն ժողովուրդը դուք դարակ ոչ միայն հերոսներ, որ կարողանում էին հողը պաշտպանել, այլ կարողանում է հարկ եղած դեպքում նաև մեծ հաղթանակներ տանել։ Եվ կարողանում է իր հիմնական պատերազմը տալ ոչ թե իր մայրաքաղաքի մատուցներում, այլ կարողանում է տալ օտար հողերում։ Եվ այս ամենը չնկատել, այս ամենը չգնահատել, նշանակում է դատապարտված լինել պարտության հետագայում։ Վազգեն Սարգսյանի խոսքերից տասնամյակներ անց էլ մայիսի 9-ը շարունակում է մնալ ոչ միայն հաղթանակի, այլև խաղաղության արժեքի վերաիմաստավորման օր։ Հայաստանի ղեկավարությունն իր ուղերձում ընդգծել է ֆաշիզմի դեմ պայքարի պատմական նշանակությունը, հայ ժողովրդի ներդրումն ու այսօր հաստատված խաղաղության պահպանման կարևորությունը։ 2026 թվականի մայիսի 9-ը նշում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում։ Արդեն 2 տարի Հայաստան-Ադրբեջան հրաձգության հետևանքով ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Մեր սահմանամերձ բնակավայրերն ապրում են հրաձգություններից զերծ միջավայրում։ Սա կարևորագույն ձեռքբերում է, որ մեր երկրի անկախությունից ի վեր առաջին անգամ ունենք։ Այսօր մեր խնդիրն է պատշաճ խնամք տանել ձեռքբերված խաղաղության նկատմամբ, այն ամեն օր ավելի ամուր եւ ավելի հուսալի դարձնելու նպատակով։ Մայիսի 9-ի ուղերձում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ նշել է, որ այս օրը միավորում է հաղթանակի հիշողության եւ խաղաղության գաղափարները։ Նրա խոսքով հայ ժողովուրդը պատվով է մասնակցել ֆաշիզմի դեմ պայքարին, վճարելով ծանր գին հանուն խաղաղ աշխարհի։ Մայիսի 9-ը մեր պատմության եւ հավաքական հիշողության կարևորագույն օրերից է, միավորող հաղթանակի հիշողության եւ խաղաղության գաղափարները։ Այսօրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին անձնվիրաբար պայքարեցին մարդկությունը ֆաշիզմից ազատագրելու համար։ Հայ ժողովուրդը պատվով է մասնակցել այդ պայքարին։ Տասնյակ հազարավոր հայեր կռվել են տարբեր ճակատներում, կրել ծանր կորուստներ, սակայն անսասան կամքով շարունակել պայքարը հանուն խաղաղության եւ անվտանգ աշխարհի։
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առիթով ուղերձ է հղել նաեւ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ընդգծելով, որ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում խաղաղության պահպանումը շարունակում է մնալ առաջնահերթություն։ Մայիսի 9-ը հիշատակի, հարգանքի եւ խաղաղության խորհուրդ ունեցող օր է։ Այսօր մենք հիշում եւ հարգանքի տուրք ենք մատուցում ֆաշիզմի դեմ պայքարում իրենց կյանքը զոհաբերածներին։ Հայ ժողովուրդը նույնպես իր զգալի ավանդն ու արժանապատիվ մասնակցությունն է ունեցել այդ պայքարում։ Այսօր աշխարհաքաղաքական բարդ ու անկայուն պայմաններում առավել քան երբևէ կարևոր է պահպանել խաղաղությունը, ամրապնդել պետականությունը եւ շարունակել կառուցել անվտանգ, ժողովրդավարական եւ կայուն Հայաստան։ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ այցելել է հաղթանակ զբոսայգի, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության եւ խաղաղության համար զոհվածների հիշատակին։ Հանրապետության նախագահի անունից սարքեպսակեզ է տեղվել անհայտ զինվորի հուշակոթողի մոտ։ Նախագահը ծաղիկներ է դրել զոհվածների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։